Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները ազատվում են բոլոր տեսակի վճարներից։ Քաղաքացի կառավարություն այս գործընկերությունը փաստորեն փլուզվել է։ Փլուզվել այն աստիճան, որ տաքսու վարորդները ստիպված են բողոքի ակցիա անել, հետո ստորագրահավաք։ Չգիտեմ կոնկրետ այս կառավարության հետ Yandex-ը ումա փող տալի, որ սենց ազատ կարում մարդկանց քերի, բայց այն որ փողա տալի կամ այն որ կառավարությունը փայի մեջ է, ես որպես մարդ, որը հաստատ չեմ կարող ասել ով, բայց չի լինում նման բան, որ կարանան մտնեն երկիրը քերեն, երկրի մեջ այդքան քերեն ու կառավարությունը այդքան չնկատի։ Նիկոլ Փաշինյանը ինչպես իր մյուս խոստումների հարցում այս անգամ եւս ստել է։ Տաքսու վարորդների հարկային բեռը թեթևանալու փոխարեն ծանրացել է։ Մարդիկ օր ու գիշեր աշխատում են, բայց ընտանիք պահել չեն կարողանում։ Այն ժամանակ ասում էր բանը, մենք ժողովուրդս բանը ոչ ենք մտնելու ժողովրդի գրպանը փող անեն։ Բնականաբար ինքը խապելով մեզի, մտա մեր ջեբը, խապ տվեց, բժշկեց, բայց մտա մեր ջեբից փող անում։ Տոկոսադրույքը սկզբից որ Yandex-ը նոր եկավ Հայաստան, բոլորս հիշում ենք, չէ՞, սկզբից առանց տոկոսեր, հետո 3-4% ու բարձրացավ կամաց-կամաց, այս պահին տոկոսադրույքը մինիմալը կազմում է 25%։ Վարորդները պահանջում են ոչ միայն հարկերի նվազեցում, այլև օրինական գրանցում, աշխատանքային ստաժ ունենալու եւ պարտադիր առողջության ապահովագրությունից օգտվելու համար։ Երրորդ տարի մենք պետական տուրք ենք տալիս, բայց մեզի ոչ մեկ չի գնահատում։ Մենք դաժե ապառիկի թուղթ ենք ուզում, ավտոները թարմացնենք կամ ինչ որ տունը մի բան առնենք, չեն կամ ապառիկով է դաժե։ Ասում են դուք ոչ միտեղ գրանցված չեք։ Ինքը ինձանից որպես տաքսու վարորդ վերցնում է հարկ։ Ինքը այդտեղ գիտակցում է, որ ես տաքսու վարորդ եմ։ Այդ ոնց է չի գիտակցում, որ ես մարդուն ես հարկում եմ որպես տաքսու վարորդ, դեպքում բերեք գրանցված աշխատող համարենք այդ մարդուն։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից հայրենիքը պաշտպանելիս ոտքը կորցրած այս վարորդի համար ընտանիք պահելու միակ միջոցը տաքսի վարելն է։ Ուրիշ աշխատանք ասում են կարգավիճակը չի համապատասխանում, բարձրագույն կրթություն է պետք, չգիտեմ սստման բաներ, ինչ պիտի անենք, ստիպված պիտի Yandex վարենք, որ կոպեկ փախցնենք, որ կարողանանք յոլետը։ Հարկային բեռը տաքսու վարորդների միակ ցավը չէ։ Մայրաքաղաքի ճանապարհների խորը փոսերի պատճառով անընդհատ ծախս են անում վնասված մեքենաների վրա։ Ճանապարհները այսօր ահավոր է, դաժե դրա պատասխանն չունենք։ Խոսքի այսօր նոր տարվանից հետո գցում են ահի վրա, աղը պրիչոմս է ճանապարհների։ Խոսքի, բայց մենք տաքսու վարորդ ենք, ամենաշատը այս ճանապարհների շնորհիվ դժվում է տաքսու վարորդը, որովհետև ինքը 16 ժամ այս մեր ճամփեքին է։ Վիճակն այն աստիճանոր հասական է, որ Փաշինյանին ու նրա իշխանությանը զգուշացնում են, եթե իրենց պահանջները չբավարարվեն, պատրաստ են դիմելու կտրուկ քայլերի։ Պատկերացնում եք հիմա 2 շաբթի օրը, 3 շաբթի օրը 500 ավտոմեքենա դանդաղ գնա քաղաքով դեպի հրապարակ։ Պատկերացնում եք քաղաքի վիճակը ինչ է լինելու։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։